Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնն ուրախ է ձեզ ողջունելու իր հյուրընկալ եւ հիմնանորոգված ջերմությամբ ու սիրով լցված այս հոգատար վայրում։ Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերաբացման արարողությունը։ Սիրելի ավագ սերնդի ներկայացուցիչներ, սա ձեր օջախն է, ձեր ջերմանկյունը, որտեղ դուք միշտ կլինեք ամենակարևորը։ Դեռ 2020 թվականից կառույցում իրականացվել են լայնածավալ վերանորոգումներ, կենտրոնը համալրվել է ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ապահովելով շահառուների կենցաղային հարմարավետությունն ու խնամքի բարձր որակը։ Հիմա նորոգվել են երկհարկանի 3 բնակելի հատվածները, խոհանոցը, այգիներից մեկը, միջանցքները, իսկ վարչական մասնաշենքի առաջին հարկի վերանորոգումից հետո այն ծառայել է անկողնային խնամք պահանջող մեր շահառուների համար։ Կենտրոնի վերաբացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ազգային ժողովի պատգամավորներ, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, հյուրեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը այսօր սպասարկում է 160 տարեց և խնամքի կարիք ունեցող անձանց, որոնցից 16-ը ստանում են անկողնային խնամք։ Հայաստանի կառավարությունը իրապես կարևորում եւ առաջ է մղում նաեւ ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության գաղափարները։ Էական առաջնահերթություն տալով պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությանն ու ներուժի ավելացմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի խոսքով կազմակերպությունը ոչ միայն բարելավել է նյութատեխնիկական բազան, այլև հետևողականորեն զարգացնում է աշխատակազմի մասնագիտական կարողությունները, ապահովելու խնամքի բարձր որակ։ Մշտապես իրականացվում են անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ, համատեղելով թե ներքին ռեսուրսները, թե գործընկերների հետ համագործակցության տարբեր դասընթացների, վերապատրաստումների, փորձի փոխանակումների միջոցով։ Շվեյցարական, ավստրիական, իտալական և Լիechtenstein-ի կարմիր խաչերի, ինչպես նաև Ավստրիայի զարգացման գործակալության և Ճապոնիայի դեսպանատան օժանդակությամբ իրականացված ծրագրերը զգալիորեն փոխել են կենտրոնի տեսքն ու միջավայրը։ Այս նախագիծը բարելավում է բնակիչների սոցիալական և հոգեբանական բարեկեցությունը, ինչպես նաև վերջիններիս կենսապայմանները և հզորացնում է կենտրոնի կարողությունները։ Կառավարության հետ 2020 թվականին ստորագրված հուշագրով ընկերությունը պարտավորվել էր կատարել շուրջ 270 միլիոն դրամի ներդրում, սակայն իրական ներդրումները գերազանցել են 600 միլիոն դրամը։ Հուշագրի ժամկետը ըստ նախարար Արսեն Թորոսյանի առաջիկայում կերկարաձգվի։ Կարծում ենք, որ այս լավ համագործակցությունը պետք է շարունակենք, ինչու ոչ նաև ընդայնենք այլ կենտրոնների վրա, մենք այդ մասով հիմա բանակցությունների մեջ ենք ընկերության հետ։ Այսինքն վստահություն կա, որ պայմանագիրը շարունակվի։ Միջոցառման ընթացքում Արսեն Թորոսյանն ու Դավիթ Ներսիսյանը ստորագրեցին համագործակցության նոր հուշագիր, ամրապնդելով պետություն, Կարմիր խաչ գործընկերությունը։ Խաղբարման հուշագիր էր Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, մեր բազմաթիվ ծրագրերի շրջանակներում համագործակցության։ Միջոցառման ավարտին պաշտոնյաները շրջել են կենտրոնում զրուցել շահառուների հետ։ Վերանորոգումից առաջ վերանորոգից մենք զգում ենք մեզ ինչպես մեր տանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստանձնել է նախկին Գյումրու տուն ինտերնատի կառավարումը, այն վերանվանվել է և գործում է որպես շուրջօրյա խնամքի կենտրոն։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։